Դիմավորեք Հովանես Դավթյան։ Մեր տատիկները հրաշք, մեր անուշ, մեր պաշտպանները, հիշում եք, որ մի բան լինում էր, ոնց էին պաշտպանում, առնում թևի տակ, ասենք հանկարծ խփում մի բան ջարդում էր, թանկանոց վազը գցի շալախ, մաման թուրը հանում էր արդեն նեշտելից պտի երկու վայած, երկու կես տատին վրաս գալի գրկում էր, հիշում եք, չէ, ինչը չէ, այ կնիկ, թոլու բենանք ինչ ալի Չէ, մեզ թարսեր նայում մամային, յանի ինքն այդ թանկանոց վազը ջարդել։ Շատ տարբեր դասյարակչա միջոցներով էին մեզ դասյարակում։ Իրար ինատ էին անում, արդյունքում դու չգիտեիր ում դասյարակելու ձևով դասյարակվես, ում կաբլուկի տակ մտնես, հա։ Մամայի տրամադրությունը կարող է լավ լներ, մի հատ պատբանաներ, ասիր դե լավ, ոչինչ տատիներ գալ, ինչը ոչինչ, տենց ես անում էլի, որ ես երեխեքը չէիր հասկանում։ Մյուս օրը մաման հարցակում էր, որ այդ որ պետք է չխփես ես երեխոն, սաղոր չէիր ջոկում իրար ինատ էին անում, դու էիր արդյունքում տուժում, բայց հանուն արդարության եկեք ասենք, որ այսօրվա հարս-կեսուր հարաբերությունները տենց չեն, լրիվ ուրիշ ձև, համաձայն եք թե, չէ, ինձ հետ ընկերներ փոխվել է շատ դեպքերում, հա, հիմիկվա հարսերն ու սկեսուրները ընկերություն են անում, այդ լավա թե վատ, չգիտես էլ, լավա, չէ, լավա, իհարկե, առաջվա պես չի, հիմա հարս ու սկեսուր չգիտեմ, իրար հետ գնում են փարթիներ, շոպինգներ, տիկ-տոկ են նկարում, չես հասկանում, ասենք, թերթում ես տիկ-տոկը, մեկ էլ մի հատ աղջիկ ժողովուրդ, սկեսուրիս գլխին պրանք եմ անում։ Մեղա արա, ով ա տես բան տես։ Հեսա գալու է կոֆե խմելու, բայց ինքը չգիտի, որ աթորը ջարդած է։ Մեկ էլ արագ դինամիկ մոնտաժով մյուս կադրում սկեսուրը մտնում է բալես եկա ես այն առաջիկումը ֆրթսնել է խառը նստում է ու շալա իրար է փաթաթվում բաճում են վիդեոն պրծնում է նայում ես կոմենտներում էդ ինչեր են գրում վայ ինչ նախանձելի հարս ու սկեսուր եք ես կի մամային այսքան չեմ սիրում վայ ընտիր ես լավ եք իրար հետ խխխխ առաջ Լիշեք հարսը կարար սկեսուրի գլխին պրանկաներ կբրներ լենքին կշպրտեր դուրս էդ հարսին հիմա էլ կարող է լուսամուտից շպրտի դուրս բայց միայն մի պայմանով որ պայմանավորված լինեն շպրտեն լիքը դիտումներ հավաքեն այդ վիդեոյը շատ ուրիշ է շատ հիմա իրանք ոչ թե ապրում են տանը այլ home sweet home-ում ոչ թե ընտանիք են, այլ cute family, չես ճոկում, իրար հետ գնում են շոպինգների, չգիտեմ, after party-ների, եսիմ ինչի, gender party-ներից ինչ են գնում են ինչ-որ, եսիմ ինչ կարպարատիվների, գալիս են ինչ-որ տիկ-տոկներ են նկարում, սիլֆիներ են, գնում են նույն make-up artist-ի մոտ, նույն դեմքն է նկարում վրեքները, գալի նույն ֆիլտրը դնում, նկարվում, գցում են Instagram, նայում ես չես ճոկում, ով է հարսը, ով սկեսուրը Այդ ֆիլտրներն են, հանուն արդարության սիրելի կանայք, աղջիկներ, պիտի ասենք, որ ձեր հիվանդությունն է, չէ, համաձայն եք թե չէ, այդ ֆիլտրներով, ովքեր են ֆիլտրներով նկարվում, աղջիկներ, կանայք, էլի սուտ տեղեկատվություն, մի քանի հոգին դա են, չէ, դե գիտեք, թեթև ֆոտոյի համար, ասենք, սիրունացնող, մեղմացնող ֆիլտր բան կարելի է, բայց են, որ չգիտեմ, նապաստակի ականջներ ադենում, ես երբեք չհասկացեք, գժանոց է արում Մետ նապաստակի ականջներ է դնում, շանքիտ, կատվի մռութ վերան, ու մտնում է տիկ-տոկ, լայվ է, կոմենտներն է կացնում, լիքը դիտումներ, 2000 հոգի օնլայն, նայում են այդ պահին, չես հասկանում ինչ են նայում, մենակ կոմենտ, հետևն է մետ ռաբիզ երգա գնում, չէ, սովորաբան, արցունքներ են բաշենանի, Մեկ ու մեջ կարող է պատասխան Չէ ֆիլտր չի Ու ապուշի տեղ դնում 3 հատ կենթանի կա վրեն չես ժոգում որն է ֆիլտր չի 23 Արարատյան մասիվ Ինչ լավնա կրսկան ապուշի մեջ Այդ ժոգում ես դուր եկավ հանեց վերև մի քիչ Որ երկու աղջիկ են բատլ կպնում, տեսել եք այդ բատլները, դավայ, ժողս կրում ենք, դավայ, հիմա եկեք հեշացած պահին տանում են Instagram, եկեք գնանք Instagram-ում արդեն 100,000 են տանում, երրեմ ձեր կյանք կուտը տալով պատպիսչիկ են աղջիկ, չեմ ասկում, հետևորդների
դարել են, ինչքան հետևորդ ունես, այնքան մարդ ես։ Հիմա երևի տենց ասացված ակտուալ կլինի։ Իսկ ովքեր ունեն շատ հետևորդներ, այս պահին օնլայն, այսպես, ինտերակտիվ շփում ձեզ հետ, սիրելի հանդիսատես։ Ովքեր ունեն շատ հետևորդներ Instagram-ում, մի հատ ծափահարեք, Ովքեր ունեն, լավ, 100-ից բարձր, ովքեր ունեն, սենց ընտրենք, 1000-ից բարձր, ովքեր ունեն, 10,000-ից, 10,000-ից բարձր, քանի հետևորդ ունեք, 15, 15,000 հետևորդից ավել հետևորդ ունեցող մարդ կա դահլիճում ես պային, ծափահարեք խնդրեմ, այո, դուք եք ասում, դահլիճում, բեմում չէ, դահլիճում չկա, ձեզ որ խնդրենք կգաք բեմահարթակ, այո, եկեք ծափահարենք 15,000 հետևորդ ունեցող մեր ընկերոջը, ծափահարենք, մի նախանձեք, տեսնենք ով է ես մեր աղբերը, ինչով է զբաղվում, ոնց է լցրել այդ հետևորդները, ասում ասեիր սիրունակն, ասում եմ սիրունակն, չէ բեր շատ սիրուն ենք, ողջույն եղբայր, ձեր անունը, Արման ջան, ինչով եք զբաղվում, Առողջակում, զբաղվում եմ առողջ ապրելակերպով։ Սխալ չմտածեք, մի քիչ մոտենամ, որ միկրոֆոնը վերցնել, Արման ջան, եթե կարա, չէ, լավ, կատակը մի քիչ հանեմ, Արման ջան, Այո, Հովհաննես ջան, բարև ձեզ, ինչով եք զբաղվում եղբայր, զբաղվում եմ առողջ ապրելակերպով, հանդիսավար շոումեն եմ, մարքեթինգով, էլի պետք է։ Դուք այդ ակցենտով որ խոսում եք, դուք 1000 բան կարական եք, ես ձեզ չմաչում եմ, բրավ։ Էդ հլը հարց է, եկել եք, թե չեք եկել։ Էլ ինչ եք անում։ Դեն մնացածը չասեմ, նկատիեցի։ 15,000 հետևորդ կոնկրետ ինչի վրա են հավաքվել այդ հետևորդները, որ գործունեության։ Որպես անկեղծ Լավ վստահեցի, անկեղծության համար որ ասեմ 15,000 միտեղ չէ չմտնեն Instagram-ը, այսի խափում էր 14 ու 3 10 որ ասում ես 7 Էդ եմ ասում, էլի, չէ, յո, 14 ու 300 այդ Instagram-ում 8100 այսօր եմ նայել ստատիստիկան, դրա մարդն ցանկիր գիտեմ ամեն օր չեմ նայում։ Դու խոսա ես գնամ, ես վերցրու։ Հա, լավ տղա եմ Հովհաննեսը մի ածափարենք, էլի բարձր։ Կամաց վեկալում եմ, էլի։ Լոկեա չէ, եկելա բեմ, արդեն իրանով արեց հաղորդումը, տեսակ չէ։ Լավ տղա ես մեր Հովհաննեսը, բաժանորդագրվեք նրա ալիքին եւ սեղմեք զանգը։ Մի հատ նայենք 14300։ Շնորհակալություն։ Եկեք եւս մեկ անգամ ծափարենք Արման ջան, մի գնացեք։ Առաջարկում եմ մի հատ ստորի անենք իրար հետ եւ թող քո հետևորդները ավելանան, եթե ես կօգնեմ իրենց։ Դուր ես նկարեմ տամ, հա։ Ողջույն սիրելի ընկերներ, սա HD stand-up-ի հերթական թողարկումն է եւ մեր հանդիսատեսից ամենաշատ հետևորդ ունեցողը Արմանն է 14300 հետևորդ, բաժանորդագրվեք նրան, շատ շնորհալի տղա է, ես էլ մեր դահլիճը, մեր հրաշք հանդիսատեսով ծափահարում են եւ ողջունում ձեզ։ Լավ է։ Մերսի եղբայրս, եւս մեկ անգամ ծափահարենք Արմանին եւ ցանկանանք ամենալավն ու բարին, այ սենց տղերք թող շատ լնեն, չգիտեմ, շատ նեղած, ամեն ինչից նեղանում են կանայք, օրինակ կարող է մի հատ նոր կուլոն առած լինի, վստացես քո համար, շուր բանով զբաղվում ես, ասենք հեռախոսիդ մեջ ես, մեկ էլ գալիս է։ Ասպես ինչ է եղել Ինչ է մեծացրել ես չէ Չես հասկանում եղած ինչ ասադ է Նոր կուլոր եմ առել չես տեսնում
Դուսկի կուլոնը չէիր տեսել առհասարակ։ Անզեն աչքով չի երևում, այսքան կուլոն, հերիք չի իմանաս, որ նոր կուլոն է։ Նեղանալու պատճառ, խնդրեմ, նեղանալու պատճառը թե չես ելիկա, անպայման, են էլ ինչ պատճառ։ Բայց եկեք մի քիչ էլ ձեր կողմից լինեմ, ձեզ արդարացնեմ և ասեմ տղամարդկանց, որ այո ունեն նեղանալու տեղ կանայք ուշադրության պակասից, որովհետև մենք ի սկզբանե գիտենք, որ կնոջը միայն ու միայն, առաջնահերթ, միայն ու միայն չէ, առաջնահերթ ուշադրություն է պետք և արդարա իրենց պահանջը և նեղանալը, քան որ իրենք մեր հանդեպ ուշադիր են, ամեն մի փոքր բան նկատում են, ասեք որ տենց է, ամեն փոքր բան, աննշան, օրինակ կարող է գնաս վարսավիրի մոտ մազերդ կտրես, գաս ասենք մի միլիմետր խորը վերցրած ըլնի, մտնում ես տուն, ինչ աղել, ես ինչ աղել, ինչ աղել, ես ինչ ամազերդ լսի է, ես ինչ շատ ավերդ, դու չես տեսնում ինչ ամ, չեմ ասում, տվել այլանդակ է, ասում ես լավ, ասկացան, լավ, վայլեսի շատ խորնա կտրի, շատ ասում ես լավ, արա մազա 2-3 օրից կաճի կնգնի տեղը, ինչ է, լսի դու չես տեսնում ստեղդ ոնց հա կտրում ասում Ասում չես տեսնում, դու ստեղդ ոնց է կտրում, հարցնում է, լուրջ պատասխանի է, չէ, իհարկե չեմ տեսնում, ոնց ես հայլիներ պահեմ վերևից ահավոր, ինքանա բզում, ուզում ես գնաս, ասես են մազերս հոչեք թապել, հետ տվեք կպցնես գազ պրծնում, մինչև վերջում էլ գիտեք ինչ ասում ամենավերջում, լսի ահավոր է, չեմ կարում նայեմ վրե Ոնց որ ուրիշի գլուխ ըլնի ասում Ուրիշի գլուխ, արա, նենց բաները ասում մանտրաժ ես ընգն, նեղվում ես, որ քո գլուխն է Ուրիշի գլող, արա են, որ Այսպես բաներ կա, ահավոր կողմեր ունեք Մեկ էլ հանճարեղ մի հատ գիծ ունեք բնավորության, ամեն ինչը հերվից գալը Համաձայն եք այդպես, այդպիսի կողմերի ունեք, աղջիկներ, կանայք, հերվից, արանայս տեղերից է գալի, պրում, պավարոդանում, կպնում, թեմա, ինչ ուշ ջոկում որտեղից, եկավ որտեղից, ինչ էր ուզում ասեր աղբեր։ Ասենք կարող կյանք, մեր կուրսի Անուշիկին հիշում ես, ասում ես, ոնց չեմ հիշում, ես դրա ոտը չկդրեցի մեր տնից, ասա, ինչ կա, ես իմ զանգել էր, ասում էր, քաղաք միտեղ տեսնենք, կոֆե խմենք, բան, չեմ էլ ուզում գնամ սկիզը, սուտը մերնի արա, ուչուզ էիր գնայր իք չեիրել ասի, եթե եկել ես, այդ բանը ինձ պատում ես, ուրեմն դու նրա այդ արդեն օր, տեղ ու ժամ ես, պայմանավորվել, հերվից, թե Անուշիկին հիշում, կամ ասենք կարող գա, հեռախոսի մեջ մի հատ շորիկի նկար, հələ նայի սիրուն շորիկա, հələ նային, արոտ Հետ տար որ նայեմ, բիբս ես մցրել, աղջիկան, հետ տար նայեմ Նայում ես դա ինչ էլ ելնի, պտի ասես հա, սիրունա, հո չես Երկրորդ հարցի, ինչ է գալիս մի անգամից Ինձ կսազեր Դե հո չես կարա ասես, ապուշ չես ասես չէ Ասես չէ, նոր պատմություն ես կսում Ոնց, ինչի չեր սազի, չաղեմ, բա ում կսազեր, նախկինից Թե քրոջդ, արա քրոջս հանգես թողել է Ասում ես կսազեր Ինչ ասում այդ ժամանակ, ասում ես սենց չես պատկերացնի է, պիտի հակս տեսնես Որտեղից է գալի, այս սենց պտտում, ոլորում, ֆռռցնում եք մեզ անդադար սիրելի կանայք, բայց ինչն է հետաքրքիր, որ այսքանը գիտակցելով հանդերձ մեկ ամենք ձեզ էլի շատ սիրում ենք, որովհետև ձեզ չսիրենք, ում սիրենք բա, ձեր ցավը տանը Այո, այս ծափերը ձեզ, աղջիկներ, կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ, ընկերուհիներ, սիրուհիներ Ինչ է Ախր առանց ձեզ կյանքը կյանք չի Պատկերացնում եք մտնենք տուն, ցեխոտ ոտերով գնանք առաջ գոռացող չլինի վրեքները Հոգրած գանք գործից ներվայնացնող չլինի, հառամը լինի տենց կյանքը, այդ կյանքը Նույնն էլ դուք առանց մեզ չեք կարող, ասեք որ փոխադարձա, դուք էլ մտնեք տուն, իհարկե, տեսնեք ոչ մեկ դիվանին վերընկած չի, բա այդ կյանքը, թքել եմ տենց կյանքը վրա ախրը, կամ ոչ մի տեղ դասկի շպրտած չի, սկսեց էլի, տեսեք, բա այդ կյանքը ասեք,
Ու ինչն է կարևոր ու հետաքրքիր, որ Աստված մեզ հենց տենց էլ ստեղծել է։ Իրար սիրենք, բայց իրար հետ չկարողանանք։ Այդքան հակառակ բևերներ լինելով հանդերձ միշտ միասնական լինենք։ Այդ հենց որ անընդհատ կռվում ենք, իրար չգիտեմ հալածում ենք, գոռում ենք իրար վրա, դուռ ենք շղկացնում, թեկուզ, չգիտեմ ինչեր ենք անում, բայց րոպեներ, հաշված րոպեներ, հետո ուզում ենք էլի առիթ մանգանք, որ խոսենք իրար հետ, շփվենք։ Մենք էլ ենք ուզում ձեզ հետ խոսել, սիրելի կանայք, ուղղակի մեզ խոսք չի հասնում, ձեր ցավը։ Հիմա կասեք, կես ժամը հաչում է շանհացը կտրեց, մեզ ասում շատախոս։ Թող տղամարդկանց միջի շատախոսն էլ ես լինեմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, սիրելի կանայք եւ աղջիկներ, միամսյակի ավարտի կապակցությամբ, ցանկանում ամենալավն ու բարին, միշտ լինեք գեղեցիկ, միշտ ժպտակ, լինեք անհոգ, լինեք առողջ։ Սիրելի տղամարդիկ, ձեզ էլ խնդրում եմ ու հորդորում, եղեք ուշադիր։ Ձեզ միայն ուշադրությունա չէ պետք սիրելի կանայք, մի փոքր ուշադրություն եւ դուք նորից կծաղկեք, կփթթեք ու կգեղեցկանաք։ Իսկ բոլոր այն տղաները եւ տղամարդիկ, ովքեր ամուսնացած չեն, իմ խնդրանքն ու պահանջը անպայման ամուսնացեք, ոչ մեկիցս լավը չեք։ Վերջերս աշխատում ենք մեր աշխատավարում ադմինիստրացիայից մարդ եկավ, ով ջան մարդ է եկել, քեզ ուզում է տեսնի, մի հատ բոյով տղա է։ Ինչի՞ բոյովը շեշտում, էդ էլ չհասկացա։ Տղա է էլի հիմի բոյ, չէ։ Դուրս եկա հասկացա ինչի՞ է շեշտում։ Երկուսու քանից երևի դες։ Մի հալ բոյով տղա, դուրս եկա, որ բարև ձեզ, բարև աղբեր, ասի լսում եմ, ապա մի քանի օր առաջ նկարանման տենք, ով ջան։ Հա, հետո հավանեցիք, հա, շատ լավ էր ընկեր, բայց այդ հաղորդումը պետք է YouTube չգցես։ Հրաման է նայեք հələ, պետք է չգցի, ոնց այսինքն չգցեմ, եղբայր։ Մեծ աղբեր, այդ ինչ է։ Հա, ասեց ընկեր, նախկին ընկերուս հետ եմ նստած եղել, մի թազա ընկերուհի ունեմ, ջոգում ես, էսի տենա։ Ասի եղբայր, միակ բանը, որ կարամ քո համար անեմ, համոզեմ նախկինիդ հետ բարիշ ես, աղբեր ես, Իշ ոչինչով չեմ կարող օգնել, որովհետև լավ, ասենք թե ասեմ իրա կադրերը մի դրեք, իրա ռակու, բայց ասի ենքան բոյով ես մեկը գլուխը տերևալու է, որ հատվածներ դնեն։ Եվ ի վերջո մեր նկարածնել չդնենք, բայն թաքուն նկարողների ձեռից ոնց ես պրծնելու, իմ աղբեր, որ արդեն նկարել քեզ ռասկուլա չի տենարել ինտերնետներում։ Կան չէ, թաքուն նկարողները ձեր մեր, իհարկե, ինչքան էլ ասում ենք մեկա նկարում են։ Առհասարակ թաքուն նկարողների զանգվածն էլ շատ հետաքրքիր է մեր հանրության մեջ, ենթադրենք ինչ-որ ռոլիկ ենք նկարում, կամ ինչ-որ սկեչ, չգիտեմ, սերիալ, գեղարվեստական ֆիլմ է նկարվում, չեք նկատել մարդկանց ռեակցիան հիմնական, որ տեսնում են այդ, ասենք ընկերոջ հետ այգույով խոսելով գնում, հա, որ այգում եմ արդի, սպասի կզանգեմ աղբեր, անջատում մտնում ամի հատ ծառի հետև, միասնում է կամերան, ժողովուրդ նայեք, ստե ինչ-որ կինո են նկարում, յանի գողա բրնել հանցանքի վրա, կինո են նկարում, կամ ստենդապների ժամանակ էլ, ինչ կան զգուշացնում ենք, մեկա թաքուն նկարում ենք, ձեր ցավը տա, չէ, մենք ինչ անմեղ դեմքերով են նամյանի մեկ, չեք նկարում, ձեր մասին է խոսքը, նկարում եք, տեսեք, ուրեմն ասեմ բոլոր նրանց, ովքեր այստեղ չեն լինում, այսինքն հեռուստադիտողներ, հետևորդներ ջան, այս հանդիսատեսին բողոքում եմ էլի ձեզանից, բամբասում եմ, նկարահանումից առաջ մի հատ ռեժիսորն է զգուշացնում, որ չնկարեն, ասեք, որ տենց հանկերներ, տենց է թե չէ, հետո մի հատ նկարահանումից առաջ ես եմ դուրս գալիս, շփվում, խոսում, խնդրում, որ չնկարեն, ասում ենք, հա, իբր իրար հասկացանք, նկարահանումը սկսում է, վсё տկի են նկարեն, որ ցեց են գնում, թաքուն հանում է գրպանից, կամերան միացնում է, ու սենց հիմնական, որից ես նկարում այն գերը, չի համար, այսօր զգուշացել ենք, չէ որ չնկարեք, ինչ եք կարծում, նկարող եղել է, հա երկար չնկարենք, կարճ նկարենք, նկարող եղել է, մենք էլ ֆիքսել ենք, ուզում եք ցույց տանք, Ինչքան ինտրիգասեր հասարակություն եք դու։ Չէ, ես հասկանում եմ, նենց ժամանակներ ենք ապրում, որ
բոլորն էլ նկարում են, հեչ որ չէ story անելու համար, չէ, story-ացավը կա բոլորիս։ Կամ թեկուզ հենց ֆիքս են, որ այս ինչ որ այս ինչ ժամին ստեղ ենք եղել, բայց դա կարելի է անել մի հատ ֆոտո, չէ, հետաքրքիր։ Կամ մի քանի վայրկյանանոց վիդեո, բայց մարդիկ կան երթվում են, մի հատ 5, 6, տենց 7 րոպեանոց կտոր նկարում, հələ նկարահանումը չփրկած գցում են TikTok արա, խուրդում են կոնկրետ։ Չես հասկանում, որն է իր քյարը, էլի, ոնց որ եկած լինի հատուկ վնաս տալու մեզ։ Երեխեք չեն, նայում ես, ասենք 50-նանց կին, աղջի ջան, այդ կամ փող ենք ծախսել, գնաց է հասել ենք, բախանամի ծանոթ բարեկամ հարևան չիմանան, որ գնացել ենք հեշտի ստենդափին։ Բա ոնց, հետո էլ այդ հաղորդումը YouTube անգնում, գալիս են YouTube-ի կոմենտներ, մենք անձամբ ընտենք էլ է, 6 հիաները սկսավ, 9 կոմերը պրծավ, ժամերով գրում է, որ հավատան, մի օրում էլ 4 հաղորդում են նկարում, որ մի ամիս թուս տալու պարուն է, սաղ ներքին կուխնյաս խորդում արա, տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում, որ գարուն է եկա, օրինակ տատիկ պապիկները հասկանում են հոդացավերից, գալիս է տատին աղջի, վարսիգ, ես մասերս անդուր մզծնում է, բաչկա գարուն է եկել, գիտես, դենց են ջոկում էտ մարդիկ էլ, ինչ, կներեք, ներողություն, ստոպ, ինչ առաջարկիչ, գործնական, մահրաչարկություն են ուզում, ինձ, ամուսնության, ինձ, էլի եմ հարցնում, հա, բայց դալիճից, գարունը գալուց խոսացինք սկսել, ամուսնության առաջարկություն կա դալիճից, ասում են, ով է, ձեր բարձացրեք, ով է ուզում, հետո, դուք, եկեք ծափահարենք մի հատ, եղբայր, կգաք բեմ բայց, համեցեք, այո ծափահարենք, այ հետաքրքիր անակնկալ, աղջիկը շոկի մեջ է, նայեք, ծափահարենք ավելի բարձր, ավելի, բարև ձեզ, եկեք կենտրոն, դուք չգիտեիք, բարև ձեզ ձեր անունը, Ռիփսիմե, բարև եղբայր, ձեր անունը, Վլադիմիր, շատ լավ, համեցեք կենտրոն, Ռիփսիմե և Վլադիմիր ջաներ, դուք չգիտեիք Ռիփսիմե ջան, իրոք անակնկալ էր, հուզվել եք, բայց ինչ եք ասելու, հա, թե չէ, եկեք, խնդրեմ, Վլադիմիր ջան, հանեց, զարիշա տարած հետևի չեպը, արա, բրավո, կդարնաս իմ կինը, Ռիփսիմեն ասում է, այո, ավելի ջերմ ծափարեն, բրավո, ընտիր, այո, շնորհավոր, բրավո, երջանիկ լինեք, աստված պահապա, բայց ես չոքելու վրա հենց նոր մի բան մտածեցի, ասում կարող է աշխարհում ոնց ընդունված է, մենք ազգովի այս նյուանսը հանենք, էլ, դեպիս թվում է հենց ըտից սկսում է ամեն ինչ, չոքում, չոքած գնում ես հետևից սաղջան, չէ, սա կատակ իհարկե, եվս մեկ անգամ շնորհավորում ենք, լավագույն մաղթանքներս, երջանիկ լինեք, միշտ սիրով, աստված պահապան ձեզ, գոհեք մեզանից, պրծանք ձեզանից, շնորհավոր, շնորհակալություն, այո, բրավո, հրաշալի,
Ես էլ ուզվեցի լուրջ եմ ասում, շակալ։ Ոնց որ ես էլ այդ բան ռիպսի մեի տեղը։ Լավ։ Այս sense բանա գարունը, տեսակ։ Անսպասելիություններով լի։ Ընդհանրապես, գարնան հետ կապված ամեն ինչ ինչ-որ նորովի է, գեղեցիկ է, չէ՞, գարնանային ամեն ինչ հետաքրքիր է։ Բայց այդ գարնանայիններն էլ են փոխվել իդեպ։ Գարնանային հիմա բաներ կա, որ առաջ չկար, համաձայն չեք, օրինակ գարնանային արձակուրդներ, բան, ունեցել եք, իմ սերնդակիցներ եւ ավագներ, գարնանային արձակուրդ մենք, խնդրեմ, չենք ունեցել, չէ՞, ունենք ամառային, ձմեռային, всё, մեր լեզվով ասած երկար արձակուրդներ եւ կարճ։ Հիմա գարնանային արձակուրդ, 2 տար սովորում են, 2 շաբաթ հանգստանում են հիմիկվա մամաները լսի երեխեքն ինձ մեղքին իրոք մի քիչ հանգստանան, մնան տանը, հա քուրիկ ջան, թող մնան տանը, TikTok նայեն, դեբիլանան, իհարկե ճիշտ եք ասում, ինչ դաս, ինչ բան։ Գարնանային արձակուրդ թե բա, հա։ Ամեն ինչի գարնանայինը բան, տենց կպցնում են դառնում, էլի։ Գարնանային առաջարկ տենց կա, չէ՞։ Գնեք մեր գազի կացաները 70% զեղչով։ Արա գարնանը ում է պետք է գազի կացաները։ Ձմեռը պրծել է մնացել է վրեն կացաները, հետո գարնանային կամ գարնանային թեժ ակցիա, որ լսում զարմանում, թեժը ամառայինը, չէ՞։ Ամառ շոգ, թեժ, գարնանային թեժը, ո՞րն է։ Վերջերս Facebook-ում տեսա մի հատ հայտարարություն Գարունա Արի Էլոսի։ Գարունա Արի Էլոսի, ես մտածում եմ այդ ինչա ուրիշ եղանակներին հիգիենային չկարելի հետևել, հա։ Ձմեռը փչոտ դոտերով մանագալի, Գարունա Արի Էլոսի, ու ես գնա առաջարկը, այս մի հատ նայեք, ոտքերի կեսը 7000 դրամ ոտքերը ամբողջությամբ 12000, ես լրիվ իրական է, հանել ենք ուղղակի անունը փակել ենք, որ բան չլինի, պարզ է։ Նախ կեսը որն է, աչը անում են ձախը չէ, տենց ենք ուսում, թե սենց, կամ եթե սենց էդ ինչ ա, դուց մեկը գալիս է, երեխեք ջան, ես կեսը արեք, եր կեսը ես տան կանեմ, ես 7000 Գարնան հետ կապված ամեն ինչի դեպ շատ հետաքրքիր է, եթե նկատել եք բոլորը ասում են, չէ, գարունը բացվի տենանք ինչ է, ինչ պտիլն է, բառը դիգի է դարա, 30 հատ գարունը անցեք յանքին, ինչ է, լե որ հիմի ինչ է, գարունը, ամեն ինչ գարնան հետ են կապ, գարուն, կասենք մարդը նստած տելևիզրան ամեն, կինը գալես է, կյան գարունը դուս չգանք միտե, ծնծաղի կա, էլի մենակ գարունը դուս գալի հետ, սաղ ձմեր տունի լրված է, ինչ անում են գարուն, ավտոն խփած ջարդած քշում ասում ես ինչի՞ չես սարքում, գարունը բացվի սարքել։ Ամառն ասում, գիտեք, չէ՞, նորա գարունը փակվել եւ բացվել։ Դեքից մեկը մազերը թափել էր, ուզում էր կրակել, այն օրը հո ջան, գարունը գա մի հատ կրակեմ, արա այդ ի՞նչ կապ ունի։ Գարնանացան, հա, ինչ է։ Ծիլերը լավ է կպնում գարունը, ես չեմ գիտեմ։ Ամեն ինչ ընդունված է գարնան հետ կապել, այն մեր բանավստության մեջ էլ, չարավստության բան, միշտ տենց գարնանային թեմաները գնում են, չէ՞, մեր թևավոր խոսքերը, ասացվածքներ, առակներ, գարուն բան, չգիտեմ, ինչ ունենք, մի ծաղկով գարուն չի գա, էշ մի սատկի գարուն կգա, տենց է չէ ժողում, չի գա, թե կգա այդ գարունը, դեր ինչ, քաղաքականության մեջ է շատ թեժ գարունը, հենց գարունը բացվում է, ակտիվանում է քաղաքական դաշտը, տեսել եք, չէ՞, հեն որ մի անգամ ես երելի ժողովուրդ, տաները լրվել, հերսը հավաքել են, չէ՞, ամեն հայաթում մի հատ միտինգ է ձևավորվում դուրս եկեք տներից, բավական է արդեն, հանենք, դուրս չպրտենք ես ապիկար իշխանություններին իրենց կաբինետներից, ձեզ մնում է միայն գալ, կանգնել, Թորգոմ Հովսեփյանի կողքին։ Կասեք Թորգոմ Հովսեփյանը ով է։ Շատ իմանամ ով է։ Գարունա ծլել է, ուզում է իշխանություն դառնա, ինքը իր մոմենտով։ Իշխանություններն են դեղից, սիրելի ժողովուրդ, արդեն գարուն է։ Հետևաբար այսօր մենք կպատրաստենք խաշած ձվով և թարխունով բրդուճ։ Դրա համար մեզ պետք է խաշած ձու և թարխուն, այդ երկուսը իրար հետ, պաների միջնորդությամբ, հատատում ենք լավաշի մեջ, Աննա լավաշը ուրա, չեք տեսիցան, արդեն արել է տենց վիդեո,